Ես ողջունում եմ մեր համագործակցությունը, ակնկալում, որ դա կունենա շարունակություն եւ խորացում, ոչ եմ անում ոստիկաններին մնան օրենքի մեջ։ Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված բողոքի ցույցը ոստիկանների հետ բախումով սկսվեց։ Ազատության հրապարակում ելույթներից մեկի ժամանակ Նոր Հայաստանի ակտիվիստները կրկին փորձեցին վրան տեղադրել, բայց ապարդյուն։ Բերման ենթարկվեցին 3 քաղաքացիներ, ոստիկանությունից ազատությանը փոխանցեցին, որ ցուցարարները խախտել էին ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգը։ Հարթակից ելույթ ունեցող առաջնորդները կոչ արեցին ոստիկանների գործողություններին չմիջամտել։ Ավանդաբար այսօրը ցույց անցկացնող Հայ ազգային կոնգրեսին այսօր միացել էր նաեւ Ռաֆի Հովհաննիսյանի ու Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած Նոր Հայաստանը։ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, ստեղծում են ազնվության բանակ, հավաքագրելով բոլոր նրանց, ովքեր պայքարել են ազատ եւ արդար հանրաքվեի համար։ Բառի բուն իմաստով ազնվության բանակ։ Որովհետև այն պայքարը, որ ընթանում է մեր երկրում, դա իրականում պայքար է ազնվության եւ խարդախության չարիքի միջև։ Մարդու իրավունքների պաշտպանության օրը Զուրաբյանը հայտարարեց, որ Հայաստանում խախտվում է սեփական իշխանությունը ձևավորելու իրավունքը եւ ազնվության բանակը պետք է դառնա ազատ եւ արդար ընտրությունների գլխավոր երաշխավորը։ Ազատության հետ զրույցում Զուրաբյանը ասաց, որ սա ամենևին չի նշանակում, թե սկսում են պատրաստվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, դեռ շարունակում են բողոքարկել հանրաքվեի արդյունքները։ Կառուցում ենք մեր դիմումը կենտրոնական ընտրական հանձնաժողովին այս հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու նպատակով, որը մենք ուրբաթ օրը վերջին օրն է, պետք է ներկայացնենք կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Եթե պահանջվի, դրանից հետո մենք նաև կկառուցենք մի գործընթաց կապված համանական դատարան դիմելու հետ։ Ցույցի մասնակիցները երթով հասան կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, որտեղ կրկին նրանց դիմավորեց ոստիկանական պատնեշը։ Осипյան, и так все ясно։ Դե Զուրաբյան, ինչ իմանամ, ինչ եք ուզում փոխանցել։ Ասում եմ, и так все ясно։ Բորիասնի չեք եկել։ Բանակցություններից հետո ցուցարարներին թույլ տվեցին մի քանի րոպե կանգնել շենքի դիմաց։ Այստեղ նստած են որ քծնում են, ամոթ սրանց որ կեղծարարներ են, ամոթ բոլորին, ամոթ։ Եվ մեզ լավատեսություն ու կանք, որ մենք մեր երեխեքի մուրազը կատարենք, ապրեք։ Բառից բուն իմաստով, միայն լայնամասշտաբ, համակարգային կեղծարարության արդյունքում հնարավոր եղավ նմանատիպ թվեր նկարելը։ Ապրեն բոլորը, ով պայքարել են։ Ապրեն բոլորը, ով պայքարելու են։ Իսկ մենք դեռ շատ անելիքներ ունենք կապված մեր պայքարի հետ։ Հիմա գնում ենք, շարունակենք մեր աշխատանքը, որովհետև գիտեք, որ մինչև ուրբաթ օրվա ժամը 6-ը մենք կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնենք դեկտեմբերի 6-ի խայտառակ հանրաքվեն անվավեր համարելու պահանջը։ Ազատության հրապարակից բերման ենթարկված անձինք արդեն ազատ են արձակվել։ Ժամերանց հայտարարություն տարածեց մարդու իրավունքների պաշտպանը, պնդելով, թե հրապարակում վրան տեղադրելու անթույլատրելիությունը չի բխում ոչ Հայաստանի օրենսդրության պահանջներից եւ ոչ էլ միջազգային իրավական չափորոշիչներից։ Օմբուդսմենը նամակով դիմել է ոստիկանությանը եւ խնդրել քննարկել վրան տեղադրելու հարցը։ Մարդու իրավունքների երաշխավորումը